Եթե մեր հոգևոր կառույցը ազգային լիներ, ազգը իր շուրջ կհամախմբեր ինքնաբերաբար, քարոզների կարիքը չէր լինի, կհամախմբեր, աներևույթ ձևով կհամախմբեր, բայց եսակենտրոն մի հաստատություն է, որի համար ոչ թե ազգն ու հայրենիքն են գերագույն արժեք, այլ խավարը, հրաշապատումները, որ մինչև այսօր 21-րդ դարում փորձում են հեքիաթներով ու հրաշապատումներով կերակրել, խաբել, լայն հաշվով, խորքում, խաբել սեփական ազգը, մոլորեցնել եւ հետո էլ ընդվզում են, երբ որ նույն գործելակերպով մեր հայրենիք են սողոսկում, այլազան հոգևոր կառույցների քարոզիչներ։ Նույն գործելակերպով դեռ մի քիչ ավելի բարեկիրթ, գոնե եթե համեմատում ենք հայ առաքելական եկեղեցին ինչ ձևով է մուտք գործել մեր հայրենիք, ավերով, արյունով, թալանով, եւ այսօր ինչ կերպ են մուտք գործում մեր հայրենիք, նորորյա աղանդները, ժպիտով, գրականությամբ, մի քիչ գումարով, այսինքն եթե նույնիսկ այս համացան մեջ ենք դնում, տեսնենք, որ գերադասելի են այսօրվա աղանդները, այլ ոչ 1711 տարվա պատմություն ունեցող հայ առաքելական եկեղեցի կոչված աղանդը։ Աղանդի ձևակերպում որն է։ Եկամուտ գաղափարախոսություն։ Ինձ համար կարևոր չէ, մեկը եկավ այսօր, մյուսը 3, մյուսը 1711 տարի առաջ։ Եթե մի գաղափար մեր հող ու ջրի ծնունդ չէ, եկամուտ է, էլ առավել արյունով, եկամուտ գաղափարախոսությունն է հենց աղանդի ձևակերպումը, աղանդը հենց դա է։ Մենք մեր աղանդը գոնե պիտի ուժ գտնենք մեր մեջ բուժել, որովհետև ինքը սեփական հոտը իր հետ գերեզման կտանի։ Մենք ուզում ենք չէ շարունակել ապրել, ուզում ենք ուրիշ ազգերի կողքին լինել, համարժեք քայլանել, եւ սրա համար պիտի կարևորենք լույսը, այլ ոչ թե խավարը։ Ի վերջո 1700 տարին անշուշտ մեր ազգի պատմության ընթացքի, ամբողջ ընթացքի մեջ մեծ ժամանակահատված չի, բայց վերջին ամենակարևոր շրջանն է եւ մանավանդ քրիստոնեությունը արյունով, ավերով մտավ Հայաստան եւ մեր մինչ դա եղած մշակույթին մեծ հարված հասցրեց, միտումնավոր բնաջնջելով այն ինչ որ մինչ դա կար, եւ այս իմաստով մեզ մի վիճակի մեջ է հասցրել հայ առաքելական եկեղեցին, որ իրոք առերևույթ առաջի հայացքից կարծես մենք իսկապես 1711 տարվա ազգու պատմություն ունեցող մշակույթ ունեցող ժողովուրդ ենք, անշուշտ հասկանում ենք, որ այդպես չի, մեր ամենահզոր էջերը, մեր պատմության մեջ ամենահզոր էջերը, որ արձանագրել ենք, փաստել, դա գոնես 1711 տարվա մեջ չեն, այլ դրանից ավելի վաղ են, իդեմս, ասենք, Արտաշեսյան թագավորության եւ դրանից ավելի վաղ, բայց ես այն կարծիքին չեմ, որ մենք պիտի ուղղակի փորձենք ձերբազատվել, ես այն կարծիքին եմ, որ մենք պետք է բուժենք այս կառույցը հիվանդ է, սա ինքնասպառող եւ 1700 տարիներից ի վեր սեփական ազգը ինքն իրեն ի վերջո լայն հաշվով սպառող կառույց է եւ պետք է փորձենք բուժել, որովհետեւ խնդիրը քրիստոնեության մեջ չի առհասարակ, խնդիրը հայ առաքելական եկեղեցու մեջ է։ Ապրեցնող չեն այդ կոդերը, որ դրված են մեր եկեղեցու գաղափարաբանության հիմքում, ապրեցնող չեն։ Քրիստոնյա ազգեր մինչև կայսրության մակարդակի են հասել, աշխարհի ամենազարգացած երկրները հենց քրիստոնյա երկրներն են, ուրեմն խնդիրը քրիստոնեության մեջ չէ, նույնիսկ հենց մեր իրականության մեջ հսկա տարբերություն կա, ասենք հայ կաթողիկ եկեղեցու, որպես պետականամետ ազգային կառույց եւ ասենք հայ առաքելական եկեղեցու, որ իր պատմության ընթացքում երկու անգամ հայ պետականություն է գերեզմանել։ Առաջինը գերեզմանել է արդեն մինչև
իր մեջտեղ գալը կար գերեզմանեց թագավորին սպանելով, երկրորդ որ երկար ժամանակահատվածում մեծ դժվարությամբ արաբական տիրապետության քայքայումից հետո հնարավոր եղավ վերստեղծել, վերհառնել հայ պետականությունը, նորից եկեղեցին իդեմս Հովվապետի գերեզմանեցին մեր երկրորդ անգամ արդեն մեր հայ պետականամետ կառույց չի եղել եւ չի։ Երբ որ ասում են, երբ որ պետություն չունեինք, եկեղեցին է որ իր վրա է վերցրել գործառույթները, եթե պատմության մեջ խորանում ենք, հասկանում ենք, որ հայ առաքելադավան որևէ ժողովուրդ չէր կարող պետություն ունենալ։ Սրանք իրար հակասող ուղղակի կարճ միացում են տալիս պետությունն ու հայ առաքելական եկեղեցին։ Սա պատմությունն է փաստել։ Դրա համար պետություն չենք ունեցել։ Սա օտարին ծառայելու վարժված կառույց է։ Եվ դրա համար իր գոյությունը հանդուրժվել է մեզ տիրած ազգերից, պարսիկներից, թուրքերից, գոնե վերջի շրջանում, ռուսներից նաև, բոլոր մեզ նվաճած ազգերը հանդուրժել են եկեղեցին, հայ առաքելական եկեղեցին, որտեղ հլու հնազանդ ծառայել է օտար, ինքը հարկահավաք կառույց էր, գավառներից հարկերը հավաքեր և հանձներ Արևմտյան Հայաստանի բաժնում փաշաներին, սուլթաններին, Արևելյան Հայաստանում շահերին, գերազանց կատարում էր և հենց այդ պատճառով պարսից շահերը հովանավորում էին Էջմիածնի կաթողիկոսներին, սուլթանները Պոլսո պատրիարքին կամ Մշո Սուրբ Կարապետ վանքի վանահորը։ Երկու դեպքում էլ հետարքիր է սա շատ, ընդդեմ իրենց հատվածում, իրենց բաժնում ապրող հայ կաթողիկե բնակչության։ Օրինակ Էջմիածնի կաթողիկոսությունից պարսից զորաբանակով հայ հոգևորականությունը արշավում էր Նախիջևանի հայ կաթողիկե գյուղերը և հրդեհում էր հայ կաթողիկե եկեղեցիները, պարսից զորաբանակով։ Հայ կաթողիկեն զենք էր վերցնում, սրա մեջ է գաղտնիքը։ Մեզ տիրած նվաճողները մեր ատամները հաշված ունեին, նրանց համար շատ տեսանելի էր, որ հայ առաքելականին տիրելը հեշտ է, հայ կաթողիկեին դժվար է։ Մուսալերան 40 օրվա գոյամարտի ժամանակ առաքելադավան գյուղերը Հովվապետի քահանաների գլխավորությամբ որոշեցին ներկայանալ փաշային և խնդրել, որ բաշխի, իրենց կյանք բաշխի և թույլ տա, որ շարունակեն ապրել։ Կաթողիկե հայերը որոշեցին լեռը բարձրանալ։ Նրանք, ովքեր որ աղերսում էին կյանք, մորթվեցին։ Նրանք, ովքեր որ բարձրացան լեռը, սրանք հայ կաթողիկեներն էին։ Սա վերջին դրվագն է, ուղղակի մեկ օրինակ եմ բերում, բայց շատ կան նման դրվագներ։ Վերցեք գեներալ Գարդանի հուշերը կարդացեք, որ շատ դիպուկ նկարագրություն է տալիս Նապոլեոնի գեներալներից մեկը եւ նկատել է տալիս հայ կաթողիկե եւ հայ առաքելական հայերի տարբերությունը զենքի իմաստով, զենքի կարևորությունը հասկանալու իմաստով։ Ուրեմն ես գտնում եմ, որ այս ձևով սա ուղղակի քարշ գալ է։ Մեր եկեղեցին դարեր իր գոյությունը քարշ է տալիս։ Ես կուզեի, որ դադարեր ցանել այն սերմերը, որ մինչև հիմա ցանել է եւ դեռևս փորձում է ցանել անպտուղ սերմերը։ Եվ գոնե օրինակ վերցներ հենց կաթողիկե եկեղեցուց, որի համար ազգն ու պետությունը, հայրենիքը գերագույն արժեք են։ Իսկ մեզ համար ամբողջ երկիրը երկրագունդը պատել ենք հայկական գաղթավայրերով, ամենտեղ եկեղեցի, ու ծածած համայնք, անտեր մնացած ինչ որ մի դարում կառուցված եկեղեցի։ Սա կենսագրություն չի, որ մեր ազգը պետք է թողնի, եւ երբ որ մենք ասում ենք մենք ներարկում ենք այլ ազգերին, սա պատվաբեր չի։ Ազգերը առանց մեզ էլ յոլա կգնան։ Պետք չի, որ մենք սրան ու նրան ներարկենք, լիցք տանք, թարմացնենք եւ անեանանք։ Թող որ մի քիչ մենք մեզ ներարկենք, մեր հայրենիքը հզորացնենք։ Արմատական, գաղափարական իմաստով, արմատական բուժման կարիք ունի հայ առաքելական եկեղեցին։ Այսօրվա իր վիճակով, իր գործելակերպով, իր նպատակներով, որևէ նորամուտ աղանդից ինձ համար տարբեր չի, եւ սա համար ես ցավում եմ։ Ես ուզում եմ, որ ինքը լինի ազգային կառույց։ Եվ ազգը լայն հաշվով այդ կառույցից երես թեքած է, մեր հասարակության անդամները ամեն մեկը մի գայլի բաժին են դառնում,
հենց միայն այն պատճառով, որ մեր հայ առաքելական եկեղեցին ապրեցնող ճանապարհ, հարատևելիք ճանապարհը չի մատնացույցանում եւ չի արել իհարկե մինչեւ հիմա։ Նրանք պիտի հասկանան, որ ժամանակն է, որ դադարեն կարևորել խավարը, ճիշտ է իրենք խավարից են սնունդ առնում եւ առանց խավարի այսօրվա վիճակով, այսօրվա գաղափարով գոյություն ունենալ չեն կարող, բայց սա կմերցնի ազգը։ Իրենք իրենց այսօրվա սնունդի համար իրավունք չունեն ազգի վաղվա կյանքը անորոշության մատնեն։ Եթե մերօրյա հոգևորականը, ժամանակակից հոգևորականը փորձում է սեփական հոտին օրինակները բերելով ինչ որ մի պատմություններ առ այսօր իրենց խոսքի մեծ մասը հրաշապատումների ոլորտից է։ Ինչ ասեմ, ադրբեջանական սուերը գալիս էին, ռումբեր էին նետում Գանձասարի վրա, բայց ռումբերը հասնում էին գմբեթին, թեքվում գնում ուրիշտեղ պայթում էին, որովհետև Գանձասարի հեշտակները պահպանում էին վանքը։ Սա նույնն է, որ Գրիգոր Նարեկացին տապակած աղավնիները դրեց հյուրերի առջև եւ երբ որ հյուրերը հիշեցին, որ այսօրը այն օրը չէ, որ պիտի տապակած աղավնի ուտենք, մեկ հրամանով աղավնիներին հրամայեց թռչել, գնալ եւ բոլորը տեսան աղավնիները թռչեցին, գնացին։ Սա նույն շարքից է։ Մեկը 11-րդ դար, մյուսը 21-րդ դար։ Նույն հեքիաթներն են, շատ տարբեր չեն։ Եվ խաբեություններ են լայն հաշվով։ Եվ այս ծաղրուծանակ վիճակը չի կարելի փաթաթել եւ այնպես անել, որ ազգը այդ ճահճի մեջից չկարողանա դուրս գա։ Խավարը հենց սա է։ Իրենք ուղղակի մտածում են իրենց այսօրվա եկամուտով եւ ճիշտ ասած թքած ունեն ազգի ապագայի վրա, որովհետեւ եթե ազգային լինեին, այդքան խոցելի եւ թույլ չէին լինի։ Ազգային ուժը, ազգային գաղափարը ամենաուժեղն է, ամենաանխոցելին է, դա պատմությամբ է փաստվել, դա փաստել է Նժդեհը, որի վրա երկու պետության բանակ հարձակվեց, բայց մի քանի 100 մինչև վերջի բջիջը ազգային գաղափարներով հանուն հայրենիքի ապրող մեր եկեղեցին երբևէ չսովորեցրեց, որ պետք է ապրել հանուն հայրենիքի, հանունները շատ կարևոր են։ Մեզ միշտ սովորեցրել է դարեր, որ պետք է ապրել հանուն խաչի, իսկ խաչը հայրենիք չունի, կամ գոնե հայկական բարձրավանդակը չի խաչի հայրենիքը, մեռյալ ծովյափերից բերված, արյունով փաթաթված, պարտադրված, թագավորը երբ որ ընդդիմացավ, խոզ դարձավ, խոզի ժանիքներ, մազեր, չեմ ինչ բուսնեց մարդու վրա, երբ որ ընդունեց նորից մարդու կերպարանք ստացավ։ Հասկացած այս հրաշապատումից Նարեկացու տապակած աղավնիներից ու մինչև սուերի ռումբերը բոլորը նույն խավարի ոլորտից են, որ փորձում են այդ հեքիաթներով, զառանցանքներով ազգը պահել խավարի մեջ եւ սնունդ առնել այդ խավարից։ 21-րդ դարը մենք պիտի մեր մեջ ուժ գտնենք չհանդուրժել այս վիճակը։ Առիթ եղավ մի անգամ հիշատակեցի, հիմա կրկնում եմ ուղղակի, իսկապես խորհելու պատճառ է տալիս, երբ որ հիշում ենք, որ 18-րդ դարում եվրոպացի գիտնականն ասում էր իմ եկեղեցին աստղադիտարանս է։ Այդ օրից 300 տարի է անցել, եւ մենք դեռ չենք հասկացել, որ եկեղեցին լույսը պետք է լինի, ոչ թե խավարը։ Փոխաբերական իմաստով գիտությունը, նվաճումները, ազգը, հայրենիք երագույն արժեք։ Մեր եկեղեցու պատերից ներս երբևէ չի հնչել հայրենիք բառը, չի հնչել։ Վտանգի ժամանակ 15 թվական, ասում են աթեիզմը, բոլշևիկները, կոմունիստները եւ այլն։ 1915-ին ոչ բոլշևիկ կար, ոչ աթեիզմ կար։ Արևմտյան Հայաստանի ամենահետին գյուղում գործող եկեղեցին տերը մեջը։ Երբ որ եկավ քննություն հանձնելու պահը, Եղեռն սա իհարկե նախորդ քննություններից մենք արդեն կտրվել էինք, Համեդյան ջարդերը այս
իմաստով առաջի լուրջ քննություններ եւ վերջին քննություններ, այսինքն հարատևելու կամ գերեզման մտնելու վերջին քննությունը եւ ընդամենը 19 տարի առաջ Համիդյան ջարդերից հետո ոչ մի դաս չարած ազգը նորից աղոթում էր փորձանքից ազատվելու համար հավաքվում էին եկեղեցիները եւ աղոթում որ ազատվեն փորձանքից շատ գյուղերում հուշագրությունները կան, ամեն բան հայտնի է, ամբողջ գյուղի ժողովուրդը հրդեհվել է հենց եկեղեցու մեջ։ Այսինքն թուրքերը քրդերը ասում, ինչ լավ հավաքվել են մի կետի վրա, մի խարույկի գործը, փամփուշտ էլ չենք ծախսի։ Պիտի այս իմաստով սա արդեն պատմություն ցույց է տվել, որ սա չէր այն ճանապարհը, որով մեր ազգը պետք է անցներ։ Եվ վերջում ուզում եմ ուղղակի հիշել Մոլլայի խոսքը, որ պատերազմի ազատամարտի տարիներին հեռակապով որսացել էին մերոնք, Արցախում սա շատ հայտնի է, մինչև երեխաներն էլ այս լուրը իմանում են, ուրեմն Մոլլան ինչ էր ասել, հայը որ գլուխ կտրեց, փախեք, սա տեսնված չէ, սա չի հասկացվում ինչ է կատարվում։ Իր ոհմակին Մոլլան խորհուրդ էր տվել փախնել, որտեղ Մոլլայի գլխում չէր տեղավորվել, որտեղ դարեր ինքը եղել է գայլ, հայը ոչխար։ Եվ կատարվել է մի բան, որ չի կարողացել հասկանա Մոլլան, ինչ է կատարվում։ Նրանք ովքեր կամավոր գնացել են հենց անհավատ, աթեիստ, կոմունիստական չեմ անում եւ այլ այդ որակումների հիմա որ տալիս են, այդ շրջանի դաստիարակություն ստացած տղաներն էին, որ կամավոր գնացին։ Մեր եղբայրները, հայրերը, որ գնացին եւ կյանքի գնով ազատագրեցին մեր հայրենիքի մի կարևոր հատվածը։ Եվ մեր հայրենիքը 30,000-ից դարձավ 42,000 քառակուսի կիլոմետր։ Նրանցից ոչ մեկը հանուն խաչի չի գնացել, հանուն հայրենիքի է գնացել, որ շատ ավելի բարձր է, շատ ավելի որովհետև մենք այսօրվա իրականության մեջ մեր ժողովուրդը տարբեր հավատքների կրող է։ Արևմտյան Հայաստանում անհայտ թվականակով մամեդականացած կամ պարզապես ծպտյալ հայեր, տարբեր քրիստոնեության ճյուղերի պատկանող հայեր, այսինքն եթե մենք կարևորություն տանք սրանցից որևէ մի հավատքի որևէ մի տեսակին, միանգամից կկորցնենք։ Իսկ երբ որ կարևորությունը տանք ազգությանը, այլ ոչ ազգը պառակտող կրոնական որևէ ուղղության, միանգամից կհզորանանք։ Քրիստոնեությունը ոնց մտավ Հայաստան, ըսկի պետք չի որ ինձանից լսեք։ Հերիք է որ Ագաթան Գեղոս թերթենք։ Գրիգոր Լուսավորիչը դարձի եկած արքունի զորքի գլուխ կանգնած արշավեց հայոց սրբատեղիների անուններն է տալիս երթուղին, այստեղից հետո այնտեղ, այնտեղից հետո այնտեղ, եւ այն ամեն մի տեղ, որ հասնում էր, ինչ էր անում, թալանում, ավերում, փշրում, հրդեհում եւ դրանով լուսավորում հայ ազգը։ Ագաթան Գեղոսը բազմաթիվ, ուրեմն Գրիգոր Լուսավորիչի ամբողջ երթուղին է նկարագրում, տալիս է մեր սրբատեղիների բնապաշտական սրբատեղիների անունները, վայրերի անուններ եւ ամենտեղ համարյա նույն ուրեմն բնութագրումներն է տալիս, թե Գրիգոր Լուսավորիչը ինչ է արել։ Եվ բնականաբար պիտի աներ, մեր ազգի չէր, օտար գաղափարի կրող օտարազգի մեկը։ Մեր վանքերի առաջին վանահայրերը հայեր չէին։ Թադեոս Առաքյալ վանքի առաջին վանահայր օրինակ Զաքարեն հրյա էր։ Ժամանակի մեջ, քանի որ մեզ պարտադրվեց դավանել օտար, այն ամենը ինչ օտար էր, հարազատի տեղ ներարկվեց մեզ եւ մեզ օտարացրին։ Մենք օտարացել ենք, որովհետեւ դարեր օտար ենք պաշտել։ Ինչու հավատարիմ չենք մեր արմատին, որտեղ մեր պաշտած սուրբերը օտար են։ Իհարկե այս օտար կառույցը ի վերջո ազգային որոշ անհատների սրբադասել է, բայց այսօրվա եկեղեցին իր գոյությամբ, իր պատմությամբ ցույց է տալիս, որ ինքը գերադասում է ամեն դեպքում նախապատվությունը տալիս է, եթե մի նոր եկեղեցի է կառուցել օրինակ եւ պիտի օծում կատարվի, անվանակոչության ժամանակ նախապատվությունը տալիս է օտար սուրբերի անուններին։
այսօր որ Հայաստանի տարածքում, Հայաստանի Հանրապետության տարածքում արդեն 3 հատ Սուրբ Աննա կա, մի հատ Վայոց-Ձոր, մի հատ Երևան, մի հատ էլ Տաշիրի մարզում օրերս արդեն, պիտի ձեզ ասեմ հետևյալը, ամբողջ պատմական Հայաստանի տարածքում մոտ 70 գավառներ, յուրաքանչյուր գավառ շուրջ միջինը 80 գյուղ եւ 1700 տարիների կտրվածքով որևէ տեղ Սուրբ Աննա չունենք։ Եվ երբ որ ես հիշում եմ հեշտացով ուղղակի Երևանի այդ Սուրբ Աննայի օծման հանդեսի ժամանակ, երբ որ կաթողիկոսը կարծես արդարանում էր կամ բացատրում էր, թե ինչու է Սուրբ Աննա անվամբ օծել, ասում էր, որ Մարիամ Աստվածածնի մոր անունն է։ Հետարքիր է 1700 տարիների ընթացքում մեծ հայքի տարածքում մոտ 10,000 բնակավայրերում, որոնցից յուրաքանչյուրում ոչ թե մեկ եկեղեցի, այլ շատ հաճախ ավել, չեմ խոսում վանքերի, բերձակա մատուռների եւ այլն, դրանցից ոչ մեկի անունը, այսինքն 1700 տարի չենք մտաբերել, որ Աստվածածնի մոր անունը Աննա էր, հանկարծ այսօր հիշեցինք, որ 1700 տարվա ուշացումով հիշեցինք, որ Սուրբ Աննան Աստվածածնի մոր անունն է, բախտ ենք բերել, որ Հովանավորի կնոջ անունը Աննա էր, այլ ոչ թե Դեզդեմոնա, օրինակ։ Ազգային սուրբերին նախապատվություն չենք տալիս։ Քաղաքամար Երևանում Սուրբ Մեսրոպ անունով եկեղեցի չունենք, մինչև 20 եկեղեցի կա։ Գրիգոր Տաթևացի, Գրիգոր Նարեկացի, վերջապես մեր ազգային սուրբերը ունենք, էլ ազգային սուրբերը ունենք, չէ՞։ Միայն օտար չեն մեր սուրբերը։ Բայց չգիտես ինչի, եթե ընդունելի, եթե այս կառույցի համար ընդունելի, ապա պայման է, որ լինի օտար։ Ինչ կառույց է սա։ Հարցնենք, մենք մեզ մի հատ հարց տանք, ովքեր են սրանք։ Ասում ենք հայ ժողովուրդը օտարամոլ է, օտարապաշտ է, օտարասեր է։ Որտեղից է գալիս։ Ցանկացած ազգային տեսակ իր հավատքի գաղափարաբանության պտուղն է։ Այն սերմերը, որ ցանվել են օտար սերմերը, իրենց պտուղներն են տվել, օտար պտուղները։ Դրա համար այն ինչ որ օտար է, մեզ համար ընդունելի է եւ հարազատ եւ լայն հաշվով կեղծ։ Մենք 1700 տարի կեղծ վիճակի մեջ ենք ապրում։ Վերջացրած կաթողիկոսի պատվանունից, որ ամենայն չի, բայց ամենայն ենք ասում։ Ամենայն հայոց, այսինքն բոլոր հայերի։ Միթե բոլոր հայերն են Գարեգին II-ի հետևորդ։ Ոչ թե մենակ առաքելադավաններ տրոհված են երկու մասի, նաև Կիլիկիո կաթողիկոսը կա, այլ ազգը տրոհված է շատ ավել կրոնական ուղղությունների եւ մինչեւ այն օրը, որ ամբողջ հայ ժողովուրդը մեկ հավատքի հետևորդ չլինի, այդ հավատքի գերագույն հովվապետը ամենայն չի կարող կոչվել, բայց մենք դարեր կեղծ վիճակը մեզ հարազատացրած կաթողիկոսին կոչում ենք ամենայն հայոց։ Այդպիսի բան չկա եւ չի եղել։ Դեռ այսօր մենք ամենալավ օրերն ենք ապրում։ Ունենք 2 կաթողիկոս, որպես կանոն 5-ից 6 կաթողիկոս է եղել տարբեր դարերում։ Զուգահեռաբար աղթամարում, գանձասարում, էջմիածնում, սիսում, ճալեթում, գանձակում, տարբեր ուրիշ հակաթորներ, Երիսմանկանց վանքում, Սուրբ Հակոբ հավանքում, Արցախում չեմ, այսինքն շատ ու շատ կաթողիկոսություններ ենք ունեցել։ Դեռ հիմա պիտի ասենք, որ ճարիքի փոքրագույն վիճակն ենք, ունենք 2 հայ առաքելադավան հովվապետ, որոնցից ոչ մեկը չի կարող ամենայն լինի։ Այս կեղծ վիճակները սովորել ենք, վարժվել ենք կեղծ վիճակներին, որտեղ դավանանք, երբ որ օտար է, արդեն ամեն վիրուս կարող է մեր մարմնի մեջ տեղ գտնել։ Մեր հեռուստաեթերը ողողած, իհարկե ես հեռուստացույց անձնապես քիչ եմ նայում, եթե նայում լուրեր եմ նայում, կամ որոշ հաղորդումներ, բացառություններ, ժամանակի պատճառով առաջի հերթին եւ զզվանքի պատճառով երկրորդ հերթին։ Ուրեմն մեր հեռուստաեթերը հեղեղած սերիալները, որ ես իհարկե վարկյանների տևողությամբ եմ ծանոթ, որտեղ իմ ջղերը չի հերիքի, այսինքն եթե ալիքները փոխելու պահին հանկարծ մի սերիալի ուղղակի
վարկյան առաջ ես պիտի շեղեմ եւ այդ ընթացքում եթե մի բան հասավ ականջիս աշկիս հենց այս չափով եմ ծանոթ բայց հենց դա ինձ բավարար է ուղղակի նողկանք ապրելու համար որովհետեւ այն ինչ որ տեսել եմ հենց այդ հաշված ակնթարթներում ինչ եմ տեսել մի հայ մարդ մի ուրիշ հայ մարդու գանգին նագանը պահած կամ արդեն ուզում ես սպանի կամ մորթելա կամ փողը չի կիսե կամ խափե գցելա կամ այսինքն մենք 20 տարվա պետություն ենք եւ պետականաշինության հայրենաշինության ճանապարհին այնքան անելիք ազգը դաստիարակելու ուղղորդելու ռեսուրսները մեկտեղելու այնքան խնդիրներ ունենք որոնցից ոչ մեկը որևէ սերիալում չի արծարծվում նույնիսկ այդ բանակում կոչված այդ խեղկատակությունը ոչ մի վեհություն չկա ոչ մի ազնվություն ոչ մի ինչ որ իրար տակ քանդելու նորից անշուշտ սա տեսակետ է մենք պիտի կարողանանք մեր տեսակի վրայից ցածկենք ուղղակի պիտի հետևում թողենք մերս դարեր ձերք չմեկնելու միայն իրար տակ փորելու այդ կենսակերպը պիտի կարողանանք ուղղակի հետևում թողենք այլապես մեր նահանջը մեր հետ մնալը ուրիշ ազգերի համեմատ գնալով ավելի ու ավելի ակնառու պիտի դառնա ես մտածում եմ որ սերիալները ազգը բժշկացնելու թմրացնելու լայն հաշվով հիմարացնելու այն միջոցն են այն նույն միջոցն են որին վարպետորեն տիրապետում է եւ դարեր գործարկել է գործադրել է եկեղեցին իր ճանապարհով եկեղեցին իր լայներով սերիալները իրենց ապուշություններով նույն գործն են անում նույն գործն են արել եւ շարունակում են անել ես մի անգամ մի առիթով իսկապես որտեղ դա այդպիսի ահազանգ եկավ որ սերիալի ժամին սահմանամերձ ցանկացած յուղ կարելի է գրավել ամբողջ բնակչությունը սերիալի ժամին Տավուշի մարզում էր դեպքը տեղի ունեցել խոզը կերել էր երեխային նորածին երեխային էր կերել խոզը սերիալի ժամին սա աղետ է սա այն նույն աղետն է որ մարդիկ աշխատանքի թեժ ժամին փոխանակ աշխատեն եկեղեցին ամեն ինչ անում է որ հավաքվեն իր շուրջ եւ միասին աղոթեն աղոթեն օրինակ որ անձրև գա երաշտ չլինի աշխատելու ջրանց կառուցելու փոխարեն լավ սա 1000 տարի առաջվա համար նորմալ էր բայց այսօրվա համար չի տեղավորվում չէ նորմալ չի Մելիքյանն եթե չեմ սխալվում իհարկե նույնիսկ կարող է շփոթեմ իր խոսնակն էր մամլո պատասխանատուն ասաց որ ինքը ծանոթ է կաթողիկոսի բառապաշարին եւ կաթողիկոսը հնարավոր չէր որ նման արտահայտություն թույլ տրված լիներ դե ինչ ասեմ հիմա թող որ ես այս ուրացումը վերագրեմ ուրեմն ափսոս անունը չեմ հիշում Մելիքյանն էր չեմ սխալվում ու իր ազնվությանը վերագրեմ ինքը այնքան ազնիվ է որ չի կարող հավատալ որ կաթողիկոսը նման բան կարող է ասել ես վերագրում եմ տվյալ անհատի ազնվությանը այդ ուրացումը